Վարձված, խնամելու մի մոռացված տարեց կնոջ շքեղ առանձնատանը, համեստ կինը հասկանում է, որ այնտեղ փող չի պակասում, կարեկցանքն է պակասում։ Սխալ ժպիտների չափազանց շատ դեղերի մեջ նա բացահայտում է դաժան ճշմարտությունը, որոշում է դիմել վտանգին, փրկելու այն մարդու կյանքը, ով այլս ձայն չուներ։ Եթե ձեզ դուր են գալիս նման պատմությունները, դիտեք մինչ վերջ, բաժանորդագրվեք այս ալիքին, թողեք ձեր մեկնաբանությունը, նշելով, թե որտեղից եք լսում։ Առավոտյան արը սկսում էր տաքացնել կոնդի լանջերը, երբ Հովսեփա Սանթոսն արթնացավ զարթուցիչի ծանոթ ձայնից։ Նրա հոգնած աչքերը հայացք նետեցին փոքրիկ սենյակի կեղտոտված առաստաղին, որը նա կիսում էր իր կրտսեր եղբոր Մաթեոսի հետ, Էրեբունի թաղամասում։ Զեֆան, ինչպես նրան էին ճանաչում, 38 տարեկան էր, կոշտացած ձեռքերով ժպիտով, որը դիմակայում էր բոլոր դժվարություններին, որոնք կյանքը նրան պարտադրում էր մանկուց ի վեր։ Մաթեոս, արթնացիր։ Սուրճ կպատրաստեմ, մինչ դուրս կգամ, ասաց նա, դժվարությամբ վեր կենալով։ Նրա մարմինը դեռ ցավում էր նախորդ օրվանից, երբ նա 3 տուն անընդմեջ մաքրել էր կենտրոնի էլեգանտ թաղամասում։ Փոքրիկ խոհանոցում, մինչ ջուրը եռում էր թեյնիկում, Զեֆան պատուհանից դիտում էր Երանի ծայրամասում օրվա սկիզբը։ Նա հպարտ էր իր եղբորով, ով 23 տարեկանում պատրաստվում էր ավարտել բուժքույրական կրթությունը, շնորհիվ իր անխոնջ աշխատանքի, որպես օրավարձով աշխատող։ 5 տարի առաջ մորը, տիկին Դալվային կորցնելուց հետո, Զեֆան էլ ավելի շատ պարտականություններ էր ստանձնել, ապահովելու համար, որ եղբոր երազանքն իրականանա։ Բարի լույս, քույրիկ։ Լավ քնեցիր։ Հարցրեց Մաթեոսը, աչքերը շփելով, երբ մտավ խոհանոց։ Քարի պես։ Այսօր միայն Մենդեսների տուն կգնամ։ Տիրուհին ճանապարհորդում է, ուստի պետք է շուտ ավարտեմ, պատասխանեց նա, սուրճ մատուցելով լավաշի մի կտորի հետ, որը նախորդ օրը գնել էր շուկայից։ Զեֆայի հեռախոսն անսպասելիորեն զանգահարեց։ Անհայտ համար էր։ Տատանվելով, նա պատասխանեց. Ալո։ Հովսեփան է խոսում։ Տիկին Հովսեփա Սանթոս։ Ես Կարմենն եմ, տան հրեշտակներ գործակալությունից։ Մենք շտապ դեպք ունենք։ Տիկին Կոնսեպսիոն Ալմեյդայի խնամակալը ստիպված է եղել հեռանալ առողջական խնդիրների պատճառով, մեզ անհրաժեշտ է փորձառու մեկը, նրան անմիջապես փոխարինելու համար։ Ընտանիքը շատ լավ է վճարում, դա կլինի ընդամենը մի քանի շաբաթով։ Դուք հասանելի կլինեք։ Զեֆան հոնքերը կնճռեց։ Նա երբեք պրոֆեսիոնալ խնամակալ չէր աշխատել, միայն խնամել էր իր մորը հիվանդության ընթացքում։ Բայց ես դրա հետ կապված փորձ չունեմ, միայն որպես օրավարձով աշխատող, անկեղծորեն պատասխանեց նա։ Ընտանիքը հուսահատված է, ձեր անունը խորհուրդ է տվել տիկին Եվլալիան, ում մոտ դուք աշխատում եք չորեքշաբթի օրերին։ Նա շատ լավ է խոսել ձեր նվիրվածության մասին, երբ խնամել եք ձեր հիվանդ մորը։ Վճարումը 3 անգամ ավելի է, քան ձեր օրավարձը։ Զեֆան մտածեց Մաթեոսի մասին, համալսարանի վարձերի մասին, որոնք պետք է վճարվեին, եղբոր ասթմայի թանկ դեղերի մասին։ Այդ հավելյալ գումարով նա վերջապես կարող էր վերանորոգել տանիքը, որը կաթում էր անձրոտ օրերին։ Երբ եմ ձեզ անհրաժեշտ, հարցրեց նա, արդեն իմանալով, որ կհամաձայնի։ Հենց այսօր։ Հասցեն արաբկիրում է, մեծ տուն, կապույտ դարպասով, համար 237։ Տիկին Կոնսեպսիոնի հարսը, տիկին Լուսինե Ալմեյդան, ձեզ կսպասի ժամը 10-ին։ Մաթեոսը հետաքրքրությամբ դիտում էր քրոջը։ Ինչ-որ խնդիր կա։ Ոչ, հնարավորություն է։ Մի քանի շաբաթով խնամակալ կաշխատեմ արաբկիրում։ Վճարումը շատ լավ է, կօգնի քո ուսման վարձի հետ։ Բայց դու երբեք դրանով չես աշխատել, Զեֆա։ Վստահ ես։ Մեր մորը խնամել եմ մինչ վերջ, չէ՞։ Բացի այդ, ժամանակավոր է։ Կտեղեկացնեմ տիկին Գլորիային, որ այսօր չեմ կարող գնալ, նա կհասկանա։ Զեֆան ժպտաց, փորձելով թաքցնել իր անհանգստությունը։ 2 ժամ անց Զեֆան բարձրանում էր արաբկիրի էլեգանտ լանջը, Երանի ամենաազնիվ թաղամասերից մեկը։ Հին ու շքեղ տները հակադրվում էին նրա հագուստի պարզությանը, մուգ կապույտ երկար կիսաշրջազգեստ սպիտակ բլուզ, որոնք նա ուներ ամենաներկայանալիներից։ Նա մի փոքրիկ ուսապարկ էր կրում, մի քանի անհրաժեշտ իրերով, այն դեպքում, եթե ստիպված լիներ գիշերել։ Համար 237 ում տեղակայված էր լավ պահպանված գաղութային առանձնատուն, դեպի Սանա լիճ տեսարանով։ Փայտյա մեծ պատուհանները, որոնք բնորոշ էին հայկական գաղութային ճարտարապետությանը, գրեթե բոլորը փակ էին, տեղին մութ տեսք հաղորդելով, չնայած արոտ օրվան։
Զանգը սեղմելիս Զեֆան խորը շունչ քաշեց, փորձելով հանգստացնել իր արագացած սիրտը։ Անթերի համազգեստով մի սպասուհի բացեց դարպասը, նրան գլխից մինչ ոտք ուսումնասիրելով։ Դուք պետք է նոր խնամակալը լինեք։ Մտեք, տիկին Լուսինեն սպասում է հյուրասենյակում։ Զեֆային տարան մարմարյա հատակով մի միջանցքով, որը զարդարված էր հնաոճ կահույքով նկարներով, որոնք թվում էր ավելի թանկ էին, քան այն ամենը, ինչ նա ուներ։ Գլխավոր սենյակում մի էլեգանտ կին, մոտ 40 տարեկան, զայրացած ձայնով հեռախոսով խոսում էր։ Նրա անթերի ներկված շիկահեր մազերը կատարյալ մատնահարդարված եղունգները հակադրվում էին նրա դեմքի մշտական դժգոհության արտահայտությանը։ Պետք է անջատեմ, խնամակալը եկավ, ասաց Լուսինեն հեռախոսով, մինչ կդառնար դեպի Զեֆան, ստիպված ժպիտով։ Դուք պետք է Հովսեփան լինեք։ Նստեք, խնդրում եմ։ Զեֆան նստեց բազմոցի եզրին, իրեն անտեղի զգալով այդ շքեղ միջավայրում։ Ինչպես Կարմենը պետք է բացատրած լինի, իմ զոքանչը գրեթե 1 տարի է անկողնային է։ Նա 78 տարեկան է կաթված է տարել, որը նրան մասամբ կաթվածահար է արել։ Նրան անհրաժեշտ է մշտական խնամք, դեղորայք ճիշտ ժամերին, վերահսկվող սնունդ, անթերի հիգիենա։ Լուսինեն խոսում էր այնպես, կարծես շուկայի ցուցակ էր արտասանում։ Նախորդ խնամակալը ստիպված էր շտապ հեռանալ, ընտանեկան խնդիր, գիտեք ինչպես է։ Իմ ամուսինը, Ռիչարդը, գործուղման է կվերադառնա միայն 2 շաբաթից։ Ես անհետաձգելի սոցիալական պարտավորություններ ունեմ, ուստի ինձ հուսալի մեկն է պետք նրա հետ մնալու համար։ Հասկանում եմ, տիկին։ Կարող եմ հարցնել տիկին Կոնսեպսիոնի ներկայիս վիճակի մասին։ Կայուն է, բայց փխրուն։ Խստորեն հետեք բժշկական հրահանգներին, որոնք ես գրառել եմ։ Բացարձակապես ոչինչ մի տվեք նրան, բացի նշանակվածից։ Նա հակված է բողոքելու բաներ խնդրելու, բայց բժիշկը շատ հստակ էր նրա դիետայի դեղորայքի վերաբերյալ։ Լուսինեի ձայնը խստացավ։ Այս տունը գործում է խիստ կանոններով, Հովսեփա։ Հուսով եմ, որ դրանց խստորեն կհետեք։ Անշուշտ, տիկին։ Ամեն ինչ կանեմ, որպեսի լավ խնամեմ ձեր զոքանչին։ Հիանալի է։ Եկեք բարձրանանք, ձեզ կներկայացնեմ տիկին Կոնսեպսիոնին։ Մինչ նրանք բարձրանում էին թեթակի ճռճռացող ազնիվ փայտյա աստիճաններով, Զեֆան նկատեց պատերին ընտանեկան լուսանկարների բացակայությունը։ Միայն բնապատկերների նկարներ մի քանի քանդակ էին զարդարում խիստ միջավայրը։ Տարեց կնոջ սենյակը գտնվում էր երկար միջանցքի վերջում, ամենամեկուսացված մասում։ Դուռը բացելիս Զեֆային հարվածեց Բորբոսի դեղերի հոտը։ Սենյակը, թե ընդարձակ էր, ուներ փակ վարագույրներ, ստեղծելով ծանր ու մութ մթնոլորտ։ Զոքանչ, սա Հովսեփան է, ձեր նոր խնամակալը։ Հուսով եմ, որ նրա հետ լավ կվարվեք։ Հին չորսյունակ մահճակալին ննջում էր մի փխրուն ու փոքրիկ կերպար։ Տիկին Կոնսեպսիոնն ուներ անփույթ սպիտակ մազեր, խորապես տխուր աչքեր, որոնք թեթակի լուսավորվեցին անծանոթ մարդուն տեսնելիս։ Բար, տիկին Կոնսեպսիոն։ Ես Զեֆան եմ, եկել եմ ձեզ խնամելու, ասաց Զեֆան քնքշությամբ, մոտենալով մահճակալին։ Տարեց կինը փորձեց պատասխանել, բայց նրա ձայնը դուրս եկավ խռպոտ շշուկի պես։ Զեֆան ստիպված էր կռանալ, նրա խոսքերը հասկանալու համար։ Ջուր, խնդրում եմ։ Լուսինեն արագորեն միջամտեց։ Նա արդեն բավականաչափ ջուր է խմել առավոտյան։ Բժիշկը խորհուրդ է տվել հեղուկների վերահսկում։ Զեֆան նայեց մահճակալի կողքի սեղանին, նկատեց կես լիքը բաժակ ջուր, որը, ըստ երույթին, ժամերով անձեռնմխելի էր մնացել։ Նրա կոկորդում մի հանգույց առաջացավ։ Ահա հրահանգները, դեղորայքը, ժամերը, շարունակեց Լուսինեն, Զեֆային մի թղթապանակ տալով։ Ամեն ինչ պետք է խստորեն հետել։ Ուտելիքը խոհարարուհին կուղարկի սահմանված ժամերին։ Դուք կողքի սենյակն ունեք հանգստանալու համար։ Որ է հարց կա։ Ոչ, տիկին։ Կարող եք ինձ վստահել։ Լուսինեն վերջին խիստ հայացք նետեց զոքանչին, մինչ կգնար դեպի դուռը։ Ես ամբողջ օրը դրսում կլինեմ։ Իմ բջջային հեռախոսի համարը գրված է արտակարգ իրավիճակի դեպքում։ Իսկական արտակարգ իրավիճակի, շեշտեց նա։ Երբ դուռը փակվեց, Զեֆան զգաց, թե ինչպես փոխվեց սենյակի մթնոլորտը։ Նա նայեց տիկին Կոնսեպսիոնին, ում աչքերն այժմ իրեն էին նայում աղաչանքի հույսի խառնուրդով։ Եկեք սկսենք այս վարագույրները բացելով, ինչպես է։ Մի փոքր արը լավ է ցանկացած մարդու համար, ասաց Զեֆան, մոտենալով պատուհաններին։
Ծանր վարագույրները բացելիս Երանի արի լույսը ներթափանցեց սենյակ, բացահայտելով միջավայրի իրական վիճակը։ Անկողնային սպիտակեղենը թեթակի բծոտ էր, սենյակը փոշոտված էր տարբեր անկյուններում, տիկին Կոնսեպսիոնն էլ ավելի փխրուն էր թվում բնական լույսի տակ։ Հիմա, եկեք ձեզ մի կում ջուր տանք, հետո ավելի լավ կխոսենք, ասաց Զեֆան միտումնավոր անտեսելով Լուսինեի հրահանգները։ Նա օգնեց տարեց կնոջը դանդաղ ջուր խմել, նկատելով, թե ինչպես էին նրա շրթունքները չորացած ճաքճքած։ Շնորհակալ եմ, շնջաց տիկին Կոնսեպսիոնը, արցունքներն աչքերին։ Ինչքան ժամանակ է բարության ժեստ չեմ ստացել։ Ինչ-որ բան կոտրվեց Զեֆայի ներսում այդ պահին։ Նա այդ տիկնոջ աչքերում ճանաչեց նույն արտահայտությունը, որն ուներ իր մայրը կյանքի վերջին օրերին, մեկի, ով հուսահատորեն կարիք ուներ խնամքի արժանապատվության։ Դուք կարող եք հանգիստ լինել հիմա։ Ես այստեղ եմ ձեզ իսկապես խնամելու համար, ասաց նա, բռնելով տիկին Կոնսեպսիոնի բարակ ու կնճռոտ ձեռքը։ Այն, ինչ Զեֆան չէր պատկերացնում, այն էր, որ այդ պարզ որոշումը, ծարավ տարեց կնոջը մի բաժակ ջուր առաջարկելը, կլիներ առաջին քայլը, ամբողջությամբ փոխելու մի քանի կյանքի ընթացքը, ներառյալ իր սեփականը։ Մինչ Զեֆան կարգավորում էր տիկին Կոնսեպսիոնի բարձերը, նա նկատեց, որ թղթապանակում նշված դեղորայքը չափազանց շատ էր թվում, որոշները այնպիսի անուններով, որոնք նա ճանաչում էր մորը խնամելու ժամանակներից։ Նա հոնքերը կնճռեց, զարմացած նշանակված հանգստացնող դեղերի քանակից։ Դուք շատ քնկոտ եք զգում դեղերից, անկաշկանդ հարցրեց նա։ Միշտ հազիվ արթուն եմ մնում, դժվարությամբ պատասխանեց տարեց կինը։ Զեֆան ստուգեց դեղատոմսերի ամսաթվերը տարօրինակ բան նկատեց։ Բոլորը նույն բժշկից էին, դոկտոր Մաուրիսիո Ֆոնտեսից, բայց որոշները թվում էր մի փոքր տարբեր ստորագրություն ունեին մյուսներից։ Նա այդ տեղեկությունը պահեց իր մոտ, որոշելով ավելին դիտարկել նախքան եզրակացություններ անելը։ Մահճակալի կողքի սեղանը կարգավորելիս նա գզրոցում թաքնված մի փոքրիկ լուսանկարի շրջանակ գտավ։ Լուսանկարում տիկին Կոնսեպսիոնը շատ ավելի երիտասարդ ու առողջ էր, պարզ տեսք ունեցող մի տղամարդու մոտ 10 տարեկան մի տղայի կողքին, բոլորը ժպտում էին դպրոցի դիմաց։ Սա իմ ընտանիքն է, ասաց տիկին Կոնսեպսիոնը, նկատելով Զեֆայի հետաքրքրությունը լուսանկարի նկատմամբ։ Իմ Ավգուստը, թող Աստված նրան հանգիստ տա իմ որդին, Ռիչարդը, երբ մենք դեռ երջանիկ էինք այն դպրոցում, որտեղ ես դասավանդում էի։ Դուք ուսուցիչ էիք, Զեֆան լուսանկարի շրջանակը դրեց տեսանելի տեղում, կահույքի վրա։ 30 տարի երեխաներ էի գրագիտացնում ծայրամասում իմ ամենամեծ հպարտությունը։ Թույլ ժպիտ լուսավորեց ժամանակի գնճիռներով դեմքը։ Ռիչարդը լավ տղա էր նրանից առաջ։ Տիկին Կոնսեպսիոնի ձայնը ընդհատվեց, նրա աչքերը փակվեցին հաղթահարված դեղորայքի ազդեցությամբ։ Զեֆան կարգավորեց վերմակը նրա վրա, շարունակեց սենյակը կազմակերպել, մտքերը հարցերով լի։ Ավելի ուշ խոհանոցում, մինչ նա ինչ-որ սննդարար բան էր փնտրում տարեց կնոջ համար պատրաստելու, Զեֆան հանդիպեց Ժոզյանին, տան խոհարարուհուն, մի սամորթ միջին տարիքի կնոջ, կասկածամիտ հայացքով։ Դուք նոր եք այստեղ, չէ՞։ Լսեք մի խորհուրդ։ Մի գնացեք տիրուհու հրամանների դեմ։ Վերջինը, ով փորձեց, մեկ շաբաթ էլ չտեց, ցածր ձայնով ասաց Ժոզյանը, բանջարեղեն կտրելիս։ Ես պարզապես ուզում եմ իմ աշխատանքը ճիշտ անել, պատասխանեց Զեֆան, ընտրելով մի քանի թարմ միրգ հյութի համար։ Այստեղի աշխատանքը հենց այն է, ինչ հրամայում են, ոչ ավել, ոչ պակաս, պնդեց Ժոզյանը։ Տիկին Լուսինեն ամենուր աչքեր ու ականջներ ունի, հատկապես այդ բուժքույրը, ով շաբաթը 2 անգամ է գալիս։ Հասկանում եմ։ Իսկ տիկին Կոնսեպսիոնի որդին, պարոն Ռիչարդը։ Նա հաճախ է այցելում մորը, անկաշկանդ հարցրեց Զեֆան։ Գրեթե երբեք։ Միշտ գործուղումների է, համենայն դեպս այդպես են ասում։ Երբ գալիս է, տիկին Լուսինեն թույլ չի տալիս նրան շատ ժամանակ մոր հետ մնալ, ասում է, որ ձեր կինը հետո հուզվում է։ Խոհանոցի հեռախոսը զանգահարեց, ընդհատելով խոսակցությունը։ Լուսինեն էր, ուզում էր իմանալ, թե արդյոք Զեֆան հետում է բոլոր հրահանգներին։ Նրա ձայնը, նույնիսկ հեռախոսով, թաքնված սպառնալիք էր պարունակում։ Երբ Զեֆան վերադարձավ սենյակ թարմ մրգերի սկուտեղով բանջարեղենի արգանակով, որը նա գաղտնի պատրաստել էր, տիկին Կոնսեպսիոնին գտավ արթուն, պատուհանից նայելիս մելամաղձոտ արտահայտությամբ։ Ձեզ համար թեթ բան եմ բերել ուտելու։ Կօգնի ուժերը վերականգնել, ասաց նա, սկուտեղը փոքր սեղանին դնելով։ Նա չի հավանի, շնջաց տարեց կինը, աչքերում վախ։ Մի անհանգստացեք։ Սա… Երգաղտնիքը կլինի, պատասխանեց Զեֆան, մեղսակից ժպիտով։
Այդ պահին երկու կանանց միջ լուռ կապ հաստատվեց, համերաշխություն, որը ծնվել էր փոխադարձ ըմբռնումից, թե ինչ էր նշանակում անտեսանելի լինել մի աշխարհում, որը գնահատում է միայն իշխանությունն ու արտաքինը։ Մինչ նա օգնում էր տիկին Կոնսեպսիոնին դանդաղ սնվել, Զեֆան պատկերացում չուներ, որ իր փոքրիկ բարի գործերը պատրաստվում էին փոթորիկ առաջացնել, որը հավերժ կփոխեր այդ տան բոլորի կյանքը։ 2 շաբաթ էր անցել այն օրվանից, երբ Զեֆան սկսել էր աշխատել Ալմեիդաների առանձնատանը։ Տիկին Կոնսեպսիոնի փոփոխությունը նուրբ էր, բայց անհերքելի։ Նրա այտերը, որ նախկինում խորն ու գունատ էին, թեթակի կարմրություն էին ստացել։ Նրա աչքերը, որոնք առաջին օրը անփայլ էին թվում, այժմ հետաքրքրությամբ հետում էին Զեֆային, երբ նա շարժվում էր սենյակում։ Դուք կարողանում եք ինքնուրույն նստել։ Սա հրաշալի է, տոնեց Զեֆան մի արոտ առավոտ, օգնելով տիկին Կոնսեպսիոնին հարմարվել բարձերի վրա։ Դա ձեր բանջարեղենի արգանակն է, պատասխանեց տարեց կինը թույլ, բայց անկեղծ ժպիտով։ Նրա ձայնը, որ նախկինում դողդոջուն շշուկ էր, օրեցօր ուժ էր ստանում։ Եվ պատմությունները, որ դուք ինձ պատմում եք Էրեբունիի մասին։ Զեֆան գաղտնի առօրյա էր սահմանել։ Նա հետում էր պաշտոնական արձանագրությանը, երբ Լուսինեն կամ բուժքույր Թերեզան մոտակայքում էին, բայց այն երկար ժամանակահատվածներում, երբ նրանք մենակ էին, նա պատշաճ կերպով սնում էր տիկին Կոնսեպսիոնին, օգնում էր նրան շարժունակության թեթ վարժություններով, ամենակարևորը, վերաբերվում էր նրան արժանապատվությամբ։ Այդ առավոտ, մինչ նա սանրում էր տարեց կնոջ սպիտակ մազերը, որոնք այժմ մաքուր էին փայլուն, Զեֆան տարօրինակ բան նկատեց։ Տիկին Կոնսեպսիոն, դուք գլխացավեր ունեցել եք այս տեղերից։ Տարեց կինը վարանեց նախքան պատասխանելը։ Միշտ, երբ ընդունում եմ այդ սպիտակ հաբը, գլխապտույտ եմ զգում, շփոթված կարծես լողում եմ։ Զեֆան զննեց այդ դեղամիջոցի շիշը։ Դոզան չափազանց բարձր էր թվում տիկին Կոնսեպսիոնի նման փխրուն տիկնոջ համար։ Սկզբից ի վեր նա դիտարկում էր դեղերի ազդեցությունը, զգուշորեն նվազեցնելով որոշ դոզաներ, երբ նկատում էր անբարենպաստ ռեակցիաներ։ Ես կխոսեմ տիկին Լուսինեի հետ այս դեղերի մասին, ասաց Զեֆան, շիշը պահելով։ Ոչ։ Տիկին Կոնսեպսիոնի ձեռքը զարմանալի ուժով բռնեց նրա աթը։ Նա քեզ կհեռացնի ինչպես մյուսներին։ Մյուսները։ Քանի՞։ Խնամակալ է անցել այստեղով։ Հաշիվը կորցրել եմ, ոմանք օրերով մնացին, մյուսները՝ շաբաթներով։ Վերջինը, Ժուրեման սկսեց չափից շատ հարցեր տալ։ Տարեց կնոջ աչքերը լցվեցին արցունքներով։ Ես վախենում եմ, Զեֆա, շատ եմ վախենում։ Նախքան նրանք կկարողանային շարունակել զրույցը, նրանք լսեցին միջանցքում բարձրակրունկների ձայնը։ Արագորեն Զեֆան կարգավորեց սկուտեղը, ըստ պաշտոնական հրահանգների պրոֆեսիոնալ կեցվածք ընդունեց։ Լուսինեն մտավ սենյակ, առանց թակելու, նրան հետում էր միջին տարիքի մի կին, սպիտակ խալաթով, Թերեզա Բատիստան, բուժքույրը, ով շաբաթը 2 անգամ գալիս էր գնահատումների համար։ Նրա սառը հայացքը վերլուծեց միջավայրը, կանգ առնելով տիկին Կոնսեպսիոնի վրա։ Ինչպես է մեր հիվանդն այսօր, հարցրեց Թերեզան կեղծ քաղցրությամբ, պայուսակից սարքավորումներ հանելիս։ Հետում է նշանակված առօրյային, առանց փոփոխությունների, պատասխանեց Զեֆան չեզոք տոնով, որը նա ընդունել էր նման առիթների համար։ Թերեզան չափեց տիկին Կոնսեպսիոնի ճնշումը, հոնքերը կնճռեց։ Գրեթե նորմալ է։ Տարօրինակ է։ Նա կասկածամիտ հայացք նետեց Զեֆային։ Դեղերը ճիշտ են տրվում։ Ճշգրիտ դոզանով։ Ըստ աղյուսակի, առանց ձախողումների, հաստատեց Զեֆան, դիմակայելով բուժքրոջ հայացքին։ Լուսինեն, ով դիտում էր պատուհանից, հանկարծ շրջվեց։ Իմ զոքանչը տարբեր է թվում։ Ավելի քիչ հոգնած։ Միգուցե վերջապես արձագանքում է բուժմանը, զգուշությամբ առաջարկեց Զեֆան։ Կամ միգուցե ինչ-որ մեկը միջամտում է արձանագրությանը։ Թերեզան վերցրեց հիվանդության պատմությունը, մի քանի գրառում արեց։ Ես կառաջարկեմ դեղորայքի ճշգրտում։ Ավելի կայուն ճնշումը նշանակում է, որ մենք կարող ենք ավելացնել պրազոպրեսի դոզան։ Տիկին Կոնսեպսիոնը փակեց աչքերը, նրա մարմինը լարված էր։ Զեֆան նկատեց տարեց կնոջ վախը իր մեջ վրդովմունքի ալիք զգաց։ Ինչ-որ բան խորապես սխալ էր այդ իրավիճակում։ Տիկին Լուսինե, կարող եմ ձեզ հետ առանձին խոսել, խիզախություն հավաքելով, խնդրեց Զեֆան։ Միջանցքում տիկին Կոնսեպսիոնի ականջներից հեռու, Զեֆան զգուշորեն ընտրեց իր խոսքերը։ Ես նկատել եմ, որ որոշ դեղեր տիկին Կոնսեպսիոնին շատ են թուլացնում։ Միգուցե կարող էինք դիմել մեկ այլ մասնագետի, երկրորդ կարծիքի համար։
Լուսինեի դեմքն ակնթարթորեն փոխվեց։ Սոցիալական ժպիտը տեղը զիջեց կոշտ, գրեթե սպառնացող արտահայտությանը։ Լավ լսեք, հով Սեփա։ Դուք աշխատանքի եք ընդունվել առաջադրանքներ կատարելու, ոչ թե մտածելու կամ կարծիքներ հայտնելու համար։ Իմ զոքանչն ունի երանի լավագույն բժիշկներին։ Եթե գոհ չեք ձեր պարտականություններից, ես կարող եմ այսօր իսկ մեկ այլ մարդ գտնել։ Կներեք, տիկին։ Ես պարզապես անհանգստանում եմ տիկին Կոնսեպսիոնի բարեկեցության համար։ Նրա բարեկեցությունը ընտանիքի պատասխանատվությունն է, ոչ թե ձերը։ Լուսինեն կարգավորեց իր դաստակի ոսկյա ապարանջանը։ Հիմա ես բարեգործական ճաշկերույթ ունեմ։ Թերեզան այստեղ կմնաս 1 ժամ։ Հուսով եմ, որ երբ վերադառնամ, ամեն ինչ ճիշտ կլինի։ Երբ երկուսն էլ հեռացան, Զեֆան վերադարձավ սենյակ տիկին Կոնսեպսիոնին գտավ լուր լացելիս։ Նա ուզում է ինձ հեռու տեսնել այստեղից միշտ է ուզել, շշնջաց տարեց կինը։ Ինչու տիկին Կոնսեպսիոն։ Ինչ է տեղի ունեցել ձեր միջ։ Տարեց կինը վարանեց, կարծես գնահատելով, թե արդյոք կարող է լիովին վստահել Զեֆային։ Ի վերջո, ցածր ձայնով սկսեց բացահայտել։ Իմ Ռիչարդը ավտոբուսի վարորդ էր, երբ նրան հանդիպեց։ Նա աշխատում էր հանրախանութում այնքան գեղեցիկ երազանքներով լի։ Նա հիացավ։ Տիկին Կոնսեպսիոնը պատմեց, թե ինչպես իր որդին, պարզ ու աշխատասեր մարդը, սիրահարվեց Լուսինեին, մի ամբիցիոզ աղջկա, ով երազում էր սոցիալական վերելքի մասին։ Իր խորհուրդներին հակառակ, Ռիչարդն արագորեն ամուսնացավ նրա հետ։ Սկզբում նա նույնիսկ փորձում էր քնքուշ լինել ինձ հետ, բայց շուտով հասկացա, որ նա ամաչում էր մեր համեստ ծագումից։ Տարեց կնոջ ձայնը դողում էր հուզմունքից։ Երբ Ավգուստը, իմ ամուսինը, հեռացավ, Ռիչարդը պնդեց, որ ես գամ այստեղ ապրելու։ Հենց այդ ժամանակ ամեն ինչ վատ թարացավ։ Ըստ տիկին Կոնսեպսիոնի, Լուսինեն սկսեց աստիճանաբար մեկուսացնել նրան, Ռիչարդին, համոզելով, որ մայրը հատուկ խնամքի կարիք ունի։ Իրավիճակը սրվեց, երբ տարեց կինը սկսեց կասկածել որոշ կասկածելի ֆինանսական գործարքների, որոնք նա տեսել էր գրասենյակում թողնված փաստաթղթերում։ Նա մանիպուլյացիա է ենթարկում իմ որդուն ստիպում է նրան թղթեր ստորագրել առանց կարդալու մեր տան փաստաթղթերը ծայրամասում, խնայողությունները, որոնք Ավգուստը թողել էր։ Արցունքները հոսում էին կնճռոտ դեմքով։ Երբ ես առերեսվեցի Ռիչարդի հետ, նա ինձ չհավատաց։ Դրանից հետո սկսեցի վատ զգալ թույլ շփոթված։ Դուք կարծում եք, որ ձեզ թունավորում են, Զեֆան հազիվ էր կարողանում արտասանել այդ բառը։ Չգիտեմ, պարզապես գիտեմ, որ որքան շատ դեղեր եմ ընդունում, այնքան վատ եմ զգում։ Տիկին Կոնսեպսիոնը սեղմեց Զեֆայի ձեռքը։ Ես վախենում եմ գիշերը աչքերս փակելուց այլս չարթնանալուց։ Այդ պահին Զեֆան մի որոշում կայացրեց, որը կփոխեր ամեն ինչ։ Ես կօգնեմ ձեզ, տիկին Կոնսեպսիոն։ Խոստանում եմ։ Հաջորդ օրերին Զեֆան էլ ավելի զգույշ դարձավ։ Նա զգուշորեն փոխարինում էր որոշ ավելի ուժեղ դեղամիջոցներ փոքր դոզաներով կամ պլացեբոներով, պահելով միայն իսկապես անհրաժեշտները։ Նա շարունակում էր ուժեղացնել տիկին Կոնսեպսիոնին պատշաճ սնունդով, փոքր վարժություններով, երբ նրանք մենակ էին։ Մի գիշեր, երբ Լուսինեն ճաշի էր, Զեֆան ներքի հարկից բարձրացած ձայներ լսեց։ Լուռ աստիճաններով իջնելով, նա ճանաչեց Թերեզայի ձայնը, ով գրասենյակում մի տղամարդու հետ վիճում էր։ Չափից շատ է ձգձգվում։ Պլանն այն էր, որ նա 3 ամիս էլ չտեր։ Բուժքրոջ ձայնը զայրացած էր հնչում։ Այդքան պարզ չէ։ Ձեր Մաուրիսիոն նյարդայնանում է այդքան դեղատոմսերից։ Եվ այդ նոր խնամակալը թվում է ավելի խելացի, քան մյուսները։ Տղամարդու ձայնը անծանոթ էր Զեֆային։ Լուսինեն պետք է ավելի վճռական լինի։ Եթե ձեր կինը ապաքինվի սկսի խոսել, ամեն ինչ կփլուզվի։ Գույքի փոխանցման փաստաթղթերը դեռ ամբողջությամբ չեն մշակվել։ Զեֆան սառեց տեղում, սիրտը արագ բաբախում էր։ Նրա կասկածները հաստատվեցին ամենավատ ձով։ Նա լուռ վերադարձավ տիկին Կոնսեպսիոնի սենյակ, մտքերը խելագարորեն աշխատելով լուծում գտնելու համար։ Հաջորդ օրը, օգտվելով մի պահից, երբ տունը դատարկ էր, Զեֆան ուսումնասիրեց Լուսինեի գրասենյակը, ապացույցներ փնտրելով։ Մի կողպված գզրոցում, որը նա կարողացավ բացել մազակալով, նա գտավ մի թղթապանակ անշարժ գույքի փաստաթղթերով Ռիչարդի կողմից ստորագրված լիազորագրերով, որոնք փոխանցում էին սկզբնապես տիկին Կոնսեպսիոնին պատկանող գույքը։
Նա ամեն ինչ լուսանկարեց իր պարզ բջջային հեռախոսով, զգուշորեն դրեց նույն տեղում վերադարձավ տարեց կնոջ սենյակ, այժմ դավադրության կոնկրետ ապացույցներով։ Մենք պետք է շտապ կապ հաստատենք ձեր որդու հետ, տիկին Կոնսեպսիոն։ Դուք գիտեք, թե ինչպես կարող եք նրան հասնել։ Նա հազվադեպ է զանգում ինձ։ Լուսինեն ասում է, որ ես միշտ քնած եմ, երբ նա փորձում է, ցավով պատասխանեց տարեց կինը։ Այդ գիշեր, մինչ նա օգնում էր տիկին Կոնսեպսիոնին պատրաստվել քնելուն, Զեֆան նկատեց տարեց կնոջ վարքի փոփոխություն։ Նրա շնչառությունն ավելի դժվար էր, անհանգստացնող գունատություն էր պատել նրա դեմքը։ Ինչ է պատահել, տիկին Կոնսեպսիոն։ Դուք վատ եք զգում։ Իմ կուրծքը սեղմված է, շշնջաց տարեց կինը, ձեռքը սրտին դնելով։ Զեֆան ահազանգեց, չափեց նրա ճնշումը վտանգավոր բարձր արժեքներ գտավ։ Ես շտապ օգնություն կկանչեմ։ Ոչ։ Լուսինեն չի թույլ տա։ Դա նրա ընտրությունը չէ։ Զեֆան վերցրեց իր բջջային հեռախոսը, հավաքեց շտապ օգնության համարը։ Իմ անունը Հովսեփա Սանթոս է, ես Արաբկիր փողոցի 237 հասցեում եմ։ Մենք տարեց կին ունենք սրտի կաթվածի ախտանիշներով։ Հավերժ թվացող րոպեների ընթացքում Զեֆան տիկին Կոնսեպսիոնին հարմարավետ պահեց, վերահսկելով նրա կենսական նշանները լուռ աղոթելով։ Երբ վերջապես լսեց մոտեցող շտապ օգնության շչակները, նա զգաց թեթացման անհանգստության խառնուրդ։ Լուսինեն եկավ նույն պահին, երբ շտապ օգնության աշխատակիցները, նրա դեմքը վերահսկվող զայրույթի դիմակ էր։ Ինչ եք կարծում, ինչ եք անում, շշնջաց նա Զեֆային, մինչ բժիշկները օգնում էին տիկին Կոնսեպսիոնին։ Փրկում եմ ձեր զոքանչի կյանքը, հաստատակամորեն պատասխանեց Զեֆան։ Նա անհապաղ պետք է գնա հիվանդանոց։ Ես դա չեմ թույլատրել։ Ես նրա օրինական պատասխանատուն եմ։ Իրականում միջամտեց շտապ օգնության աշխատակիցներից մեկը, արտակարգ իրավիճակի դեպքում ցանկացած մարդ կարող է օգնություն խնդրել։ Եվ սա միանշանակ արտակարգ իրավիճակ է։ Մինչ շտապ օգնության աշխատակիցները պատրաստում էին տիկին Կոնսեպսիոնին տեղափոխման համար, Լուսինեն Զեֆային քաշեց մի կողմ։ Դուք ազատված եք աշխատանքից։ Ես ուզում եմ, որ դուք անմիջապես հեռանաք այս տնից։ Նախ կուղեկցեմ տիկին Կոնսեպսիոնին հիվանդանոց, պատասխանեց Զեֆան այնպիսի հանգստությամբ, որը չէր զգում։ Հետո դուք կարող եք ինձ քանի անգամ ուզեք ազատել աշխատանքից։ Շտապ օգնության մեքենայում, բռնելով տիկին Կոնսեպսիոնի փխրուն ձեռքը, Զեֆան լուռ խոստում տվեց։ Նա այդ տիկնոջը չէր թողնի իր ճակատագրին, նույնիսկ եթե դա իրեն արժենար աշխատանքը շատ ավելին։ Հիվանդանոցում, մինչ բժիշկները կայունացնում էին տիկին Կոնսեպսիոնին, Զեֆան հուսահատորեն փորձում էր կապ հաստատել Ռիչարդ Ալմեյդայի հետ։ Նա գտավ նրա համարը տիկին Կոնսեպսիոնի բջջային հեռախոսի հասցեագրքում, որը նա զգուշորեն վերցրել էր տնից դուրս գալուց առաջ։ Ալո, ով է խոսում, պատասխանեց մի հոգնած տղամարդու ձայն։ Պարոն Ռիչարդ։ Իմ անունը Հովսեփա Սանթոս է, ես ձեր մոր խնամակալն եմ։ Նա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում է, սրտի հետ կապված խնդիրներով։ Մեզ շատ է անհրաժեշտ, որ դուք հնարավորինս շուտ գաք։ Հեռախոսի մյուս կողմում ապշած լռություն տիրեց։ Իմ մայրը։ Բայց… Լուսինեն ասաց, որ նա կայուն է, պարզապես հանգստանում է։ Ես Գյումրիում եմ, անմիջապես կվերադառնամ Երան։ Պարոն Ռիչարդ, մի բան կա, որ պետք է իմանաք, Զեֆան վարանեց, իմանալով, որ իր հաջորդ խոսքերը կփոխեն ամեն ինչ։ Ձեր մորը տանը լավ չեն խնամում։ Ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ ձեր կինը միտումնավոր վնասում է նրա առողջությանը։ Ինչ։ Ինչի։ Մասին եք խոսում։ Սա շատ լուրջ մեղադրանք է։ Ես գիտեմ դա, պարոն։ Եվ ես դա անում եմ առանց ապացույցների։ Խնդրում եմ, հնարավորինս շուտ եկեք։ Ձեր մայրը հիմա ձեզ ավելի քան երբեք կարիք ունի։ Երբ Զեֆան անջատեց հեռախոսը, նա տեսավ Լուսինեին, ով մոտենում էր հիվանդանոցի միջանցքով, նրան ուղեկցում էր կոստյումով մի տղամարդ, ում նա ճանաչեց գրասենյակի լուսանկարից, դոկտոր Մաուրիսիո Ֆոնտեսը, բժիշկը, ով ստորագրել էր տիկին Կոնսեպսիոնի բոլո դեղատոմսերը։ Կյանքի ճշմարտության համար պայքարը նոր էր սկսվում։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը, Երանի ամենաավանդականներից մեկը, եռում էր ակտիվությունից այդ խոնավ մարտյան գիշերը։ Երրորդ հարկում, սրտաբանության բաժանմունքում, Զեֆան շարունակում էր նստել անհարմար աթոռին, տիկին Կոնսեպսիոնի անկողնու կողքին։
Տարեց կինը հիմա քնած էր, կայունացված լինելով ժամեր 10 ինտենսիվ խնամքից հետո։ Բժիշկները հստակ էին իրենց ախտորոշման մեջ։ Տիկին Կոնսեպսիոնը տառապել էր ծանր հիպերտոնիկ ճգնաժամից, սրված վտանգավոր դեղորայքային փոխազդեցությամբ։ Երբ Զեֆան ցույց տվեց այն դեղերի ցանկը, որոնք տարեց կինը ամեն օր ընդունում էր, սրտաբանը չթաքցրեց իր շփոթությունը։ Ո՞վ է նշանակել դեղերի այս համակցությունը։ Այն պոտենցիալ մահացու է նրա նման հիվանդի համար, նրա պատմությամբ նկատել էր դոկտոր Պաուլո Մենդեսը, ցանկը զննելիս հոնքերը կնճռած։ Հիմա, դիտելով տիկին Կոնսեպսիոնի խաղաղ դեմքը, վերջապես հանգիստ քնած առանց ավելորդ հանգստացնողների, Զեֆան զգում էր թեթացման անհանգստության խառնուրդ։ Նա գիտեր, որ լուրջ հետանքների կբախվեր իր գործողությունների համար, բայց չէր զղջում։ Միջանցքում շտապող քայլերի ձայնը գրավեց նրա ուշադրությունը։ Մի տղամարդ մտավ սենյակ, բարձրահասակ, լայն ուսերով, քունքերին մոխրագույն մազերով աչքերով, որոնք նա անմիջապես նույնականացրեց որպես տիկին Կոնսեպսիոնի աչքերի նման։ Նա հագած էր պարզ ջինսեր ճմրթված վերնաշապիկ, կարծես շտապ հագնվել էր։ Մայրիկ, շշնջաց Ռիչարդ Ալմեիդան, ավերված արտահայտությամբ մոտենալով մահճակալին։ Դուք պետք է Ռիչարդը լինեք, ասաց Զեֆան, վեր կենալով։ Ես Հովսեփա Սանթոսն եմ, ձեր մոր խնամակալը։ Ռիչարդը շրջվեց դեպի նա, աչքերը կարմրած մեկի պես, ով ժամերով անդադար մեքենա էր վարել։ Ինչպես է նա։ Ինչ է կոնկրետ տեղի ունեցել։ Բժիշկներին հաջողվել է նրան կայունացնել։ Դա ծանր հիպերտոնիկ ճգնաժամ էր, որին հաջորդել էր սրտի առիթմիա։ Զեֆան վարանեց նախքան շարունակելը։ Պարոն Ռիչարդ, ես գիտեմ, որ այն, ինչ ես ասելու եմ, դժվար է լսել, բայց բժիշկները հաստատեցին, որ ձեր մայրը ստանում էր դեղերի վտանգավոր համակցություն, նրա տարիքի վիճակի համար անպատշաճ դոզաներով։ Ռիչարդը ձեռքով անցավ իր հոգնած դեմքին։ Սա անիմաստ է։ Լուսինեն միշտ ասում էր, որ նրանք խստորեն հետում են բժշկական դեղատոմսերին, որ դոկտոր Մաուրիսիոն լավագույն մասնագետն էր։ Ես կարող եմ ձեզ ցույց տալ դոկտոր Պաուլոյի եզրակացությունը, սրտաբանի, ով ձեր մորը խնամել է այստեղ։ Նա զարմացած էր այն դեղորայքային սխեմայով, որին նա հետում էր։ Այդ պահին տիկին Կոնսեպսիոնը դանդաղ բացեց աչքերը։ Որդուն տեսնելիս նրա դեմքը լուսավորվեց մի հուզմունքով, որը Զեֆան երբեք նախկինում չէր տեսել։ Ռիչարդ, իմ որդի, դու եկար։ Խոսքերը թույլ էին դուրս գալիս, բայց հուզմունքով լի։ Ես այստեղ եմ, մայրիկ։ Ռիչարդը քնքշությամբ բռնեց մոր ձեռքը։ Ես կխնամեմ քեզ։ Զեֆա վստահիր նրան, շշնջաց տիկին Կոնսեպսիոնը, նախքան նորից քնելը, հոգնած ջանքերից։ Ռիչարդը հարցական հայացքով շրջվեց դեպի Զեֆան։ Ինչու։ Իմ մայրը դա կասի։ Ինչ է իրականում կատարվում։ Նախքան Զեֆան կկարողանար պատասխանել, Լուսինեն մտավ սենյակ, նրան սերտորեն հետում էր դոկտոր Մաուրիսիոն։ Ռիչարդին տեսնելիս նրա արտահայտությունը արագորեն փոխվեց զայրույթից կեղծ անհանգստության։ Սիրելիս։ Դու եկար։ Ես այնքան թեթացած եմ, բացականչեց նա, գրկելով ամուսնուն։ Ձեր մայրը մեզ մեծ վախեցրեց։ Ինչ է կատարվում, Լուսինե, Ռիչարդի ձայնը այնպիսի ամրություն ուներ, որը Զեֆան դեռ չէր լսել։ Ինչու։ Այստեղի բժիշկներն ասում են, որ իմ մայրը ստանում էր անպատշաճ դեղորայք։ Լուսինեն կայծակնային հայացք նետեց Զեֆային, նախքան վերահսկվող ձայնով պատասխանելը։ Պետք է ինչ-որ թյուրիմացություն լինի։ Դոկտոր Մաուրիսիոն միշտ խնամել է ձեր մորը լիակատար նվիրվածությամբ։ Բժիշկը մեկ քայլ առաջ արեց, նյարդայնորեն կարգավորելով ակնոցները։ Պարոն Ալմեիդա, ես երաշխավորում եմ, որ նշանակված բուժումը պատշաճ էր։ Միգուցե նոր խնամակալի կողմից դեղերի կիրառման մեջ ինչ-որ սխալ է եղել։ Զեֆան զգաց, թե ինչպես է արյունը եռում իր մեջ։ Դա սուտ է։ Ես ճշգրտորեն հետել եմ դեղատոմսերին, որոնք, ի դեպ, սկզբից ի վեր չափազանց շատ էին թվում։ Եվ ես ապացույցներ ունեմ, որ ինչ-որ շատ սխալ բան էր կատարվում այդ տանը։ Ինչ անհեթեթություն, բացականչեց Լուսինեն։ Ռիչարդ, այս կինը պատմություններ է հորինում։ Հավանաբար ուզում է փող շորթել մեր ընտանիքից։ Ես լուսանկարներ ունեմ ձեր գրասենյակի փաստաթղթերից, տիկին Լուսինե։ Գույքի փոխանցումներ, լիազորագրեր, ամեն ինչ ստորագրված պարոն Ռիչարդի կողմից, առանց նրա մոր իմացության, հայտարարեց Զեֆան, վերցնելով բջջային հեռախոսը։ Լուսինեի դեմքը գունատվեց։ Դուք ներխուժել եք իմ գրասենյակ։
Սա հանցագործություն է։ Ռիչարդը շփոթված տանջված հայացքով նայում էր մեկին մյուսին։ Ինչ փաստաթղթեր են դրանք։ Սիրելիս, մի լսիր այս կնոջը։ Նա ակնհայտորեն մտավոր խնդիրներ ունի, Լուսինեն փորձեց բռնել ամուսնութից, ով ազատվեց։ Ես ուզում եմ տեսնել այդ լուսանկարները, հաստատակամորեն ասաց նա։ Զեֆան ցույց տվեց այն պատկերները, որոնք նա արել էր Շենգավիթում գտնվող տան փոխանցման թղթերը, որտեղ տիկին Կոնսեպսիոնը ապրել էր իր ամուսնու հետ, բանկային փաստաթղթեր, լիազորագրեր, ստորագրություններով, որոնք թվում էին ստիպողական կամ պատճենված։ Սա հնարավոր չէ։ Ռիչարդը զննում էր լուսանկարները, ավելի ու ավելի մռայլ արտահայտությամբ։ Ես երբեք չեմ ստորագրել իմ ծնողների տան վաճառքը Շենգավիթում։ Դա միակ հիշողությունն է, որ մենք ունենք իմ հորից։ Ռիչարդ, ես կարող եմ բացատրել, սկսեց Լուսինեն։ Իսկ այս լիազորագիրը։ Ես երբեք չեմ տեսել այս փաստաթուղթը իմ կյանքում։ Ռիչարդի ձայնը բարձրացավ, գրավելով միջանցքով անցնող բուժքրոջ ուշադրությունը։ Պարոններ, խնդրում եմ։ Մենք հիվանդներ ունենք, ովքեր հանգստանում են, զգուշացրեց նա։ Ռիչարդը խորը շունչ քաշեց, փորձելով վերահսկել իր վրդովմունքը։ Նա շրջվեց դեպի դոկտոր Մաուրիսիոն, ով չափազանց անհարմար էր թվում։ Դոկտոր, կարող եք բացատրել, թե ինչու եք դեղերի այս համակցությունը նշանակել իմ մոր համար։ Բժիշկը շշնջաց։ Դե, մենք հետել ենք նրա նման դեպքերի արձանագրությանը հիպերտոնիա, կաթվածի հետանքներ։ Հետաքրքիր է, որովհետև ըստ դոկտոր Պաուլոյի, այս համակցությունը հակացուցված կլիներ իմ մոր պատմություն ունեցող մեկի համար, հակադարձեց Ռիչարդը, այնպիսի հանգստությամբ, որը չէր համապատասխանում նրա աչքերում տիրող փոթորկին։ Լուսինեն փորձեց նոր մոտեցում։ Ռիչարդ, սիրելիս, եկեք տանը խոսենք։ Սա նման քննարկման ժամանակը կամ տեղը չէ։ Համաձայն եմ։ Սա տեղը չէ։ Ռիչարդը շրջվեց դեպի Զեֆան։ Տիկին Հովսեփա, կարող եք այս գիշեր մնալ իմ մոր հետ։ Ես կվճարեմ այն, ինչ անհրաժեշտ է։ Պարտադիր չէ վճարել, պարոն։ Ես ամեն դեպքում կմնամ նրա հետ, պարզապես պատասխանեց Զեֆան։ Դուք չեք կարող վստահել այս կնոջը, բողոքեց Լուսինեն։ Նա նոր է ճանաչել ձեր մորը։ Ռիչարդը անտեսեց կնոջ մեկնաբանությունը։ Վաղը շուտ կվերադառնամ։ Ավելին կխոսենք, Հովսեփա։ Ես ուզում եմ իմանալ այն ամենը, ինչ տեղի է ունեցել իմ բացակայության ընթացքում։ Երբ Ռիչարդն ու Լուսինեն հեռացան, նրանց հետում էր տեսանելիորեն նյարդայնացած դոկտոր Մաուրիսիոն, Զեֆան զգաց օրվա ծանրությունը իր ուսերին։ Նա մեկ անգամ ստուգեց տիկին Կոնսեպսիոնի կենսական նշանները, կարգավորեց նրա բարձը, նորից նստեց անհարմար աթոռին, պատրաստվելով երկար հսկողության գիշերվան։ Հաջորդ առավոտ Զեֆան արթնացավ դռան բացվելու ձայնից։ Ռիչարդը միայնակ մտավ, մի փոքրիկ պայուսակով, երկու բաժակ սուրճով։ Բարի լույս։ Սա ձեզ համար էի բերել, ասաց նա, առաջարկելով բաժակներից մեկը։ Կարծում եմ, դուրս չեք եկել ոչինչ ուտելու։ Շնորհակալ եմ, պարոն։ Զեֆան երախտագիտությամբ ընդունեց սուրճը։ Ձեր մայրը գիշերն անցկացրել է հանգիստ։ Բժիշկներն արդեն վաղ առավոտյան եկել են նրան տեսնելու, ասացին, որ կենսական նշանները բարելավում են։ Ռիչարդը նստեց սենյակի մյուս աթոռին, թվում էր, թե 10 տարով ծերացել էր նախորդ գիշերվանից։ Ես ամբողջ գիշեր փաստաթղթեր էի թերթում, զանգեր էի անում։ Այն, ինչ հայտնաբերեցի։ Նրա ձայնը ընդհատվեց։ Դժվար է հավատալ, որ այդքան երկար եմ ապրել, չնկատելով, թե ինչ էր կատարվում։ Դուք շատ եք ճանապարհորդում աշխատանքի պատճառով, չէ՞, քնքշորեն հարցրեց Զեֆան։ Ռիչարդը դառը ծիծաղեց։ Դա մեկ այլ մանրամասն է։ Գործուղումները շատ ավելի քիչ էին, քան Լուսինեն էր թվում։ Նա իմ մորն ասում էր, որ ես ճանապարհորդում եմ, մինչդեռ իրականում ես քաղաքում էի, նորմալ աշխատելով։ Նա հոգնած աչքերով նայեց Զեֆային։ Ես քաղաքային ավտոբուսի վարորդ եմ, տիկին Հովսեփա։ Աշխատում եմ հերթափոխերով, այդ իսկ պատճառով երբեմն օրերով տուն չեմ անցնում։ Լուսինեն միշտ ասում էր, որ ամաչում է իմ մասնագիտությունից, ուզում էր, որ ես ավելի իրեն հարմար բան փնտրեմ։ Զեֆան գլխով արեց, ավելի լավ հասկանալով այդ ընտանիքի դինամիկան։ Ձեր մայրը ինձ մի փոքր պատմեց անցյալի մասին։ Ասաց, որ ուսուցչուհի էր։ 30 տարուց ավելի, հաստատեց Ռիչարդը տխուր ժպիտով։ Շենգավիթում երեխաների սերունդներ է գրագիտացրել։
Թաղամասում բոլորը հարգում էին նրան։ Երբ հայրս մահացավ, ես պնդեցի, որ նա գա մեզ հետ ապրելու։ Լուսինեն սկզբում համաձայնեց, բայց շուտով սկսեց նրան որպես խոչընդոտ վերաբերվել։ Նրա հայացքը կորավ հիշողություններում։ Պետք է ավելի շուտ նկատեի։ Նշաններն ամենուր էին։ Մի մեղադրեք ինքներդ ձեզ, պարոն Ռիչարդ։ Ձեր կինը շատ զգույշ էր ամեն ինչ ձեզանից թաքցնելու հարցում։ Ռիչարդը խորը հոգոց հանեց։ Այս գիշեր, երբ ես առերեսվեցի Լուսինեի հետ ապացույցներով, նա վերջապես խոստովանեց ճշմարտության մի մասը։ Ասաց, որ զգում էր, թե երբեք չէր ընդունվի իմ ընտանիքի կողմից իր համեստ ծագման պատճառով, որ իմ մայրը նրան վերաբերվում էր հովանավորությամբ։ Նա գլխով արեց, անհավատալի։ Նա իր անապահովությունը վերածեց դաժան արարքների արդարացման։ Իսկ հիմա… Ինչ եք մտադիր անել, հարցրեց Զեֆան, անհանգստանալով տիկին Կոնսեպսիոնի ապագայի համար։ Նախ, ապահովել, որ իմ մայրը լիովին ապաքինվի։ Հետո… Նրա հայացքը խստացավ։ Արդարություն։ Ես արդեն փաստաբան եմ ներգրավել, խարդախ փոխանցումները չեղյալ հայտարարելու համար։ Ինչ վերաբերում է Լուսինեին նրա հանցակիցներին, նրանք ստիպված կլինեն օրինականորեն պատասխան տալ իրենց արարքների համար։ Տիկին Կոնսեպսիոնը սկսեց արթնանալ, ընդհատելով խոսակցությունը։ Նրա հայացքն ավելի պարզ էր, քան Զեֆան երբե տեսել էր նրան խնամելու սկզբից ի վեր։ Ռիչարդ… Զեֆա շշնջաց տարեց կինը, փորձելով նստել։ Հանգիստ, մայրիկ։ Մի լարվիր, Ռիչարդը կարգավորեց մահճակալը ավելի հարմարավետ դիրքի։ Դուք խոսեցիք։ Նա գիտի։ Ամեն ինչ, հարցրեց տիկին Կոնսեպսիոնը Զեֆային։ Այո, տիկին Կոնսեպսիոն։ Ձեր որդին հիմա գիտի ճշմարտությունը։ Արցունքները սկսեցին հոսել տարեց կնոջ կնճռոտ դեմքով։ Կներեք, որդիս պետք է ավելին պնդեի ճշմարտությունը բղավեի։ Ռիչարդը ամուր բռնեց մոր ձեռքը։ Ոչ, մայրիկ։ Ես եմ ներողություն խնդրում, որ չեմ նկատել, թե ինչ էր կատարվում։ Որ կասկածել եմ, երբ դուք փորձել եք ինձ զգուշացնել։ Նա նույնպես լացում էր հիմա, առանց իր արցունքներից ամաչելու։ Բայց դա ավարտվեց։ Ես հիմա կխնամեմ ձեզ։ Խոստանում եմ։ Հաջորդ օրերին տիկին Կոնսեպսիոնի ապաքինումը զարմացրեց բժշկական անձնակազմին։ Ազատված անպատշաճ դեղերից ստանալով ճիշտ բուժում, նա արագորեն ուժ էր ստանում։ Ռիչարդը հազվադեպ էր հեռանում հիվանդանոցից, ժամանակը բաժանելով աշխատանքի, որից հպարտությունից հրաժարվում էր հրաժարվել, մոր խնամքի միջ։ Զեֆան, իր հերթին, մշտական ներկայություն էր դարձել։ Թե Ռիչարդը պնդում էր վճարել իր ծառայությունների համար, նա հրաժարվում էր, պարզապես ասելով, որ կավարտի այն, ինչ սկսել էր։ Մի կեսօր, երբ Ռիչարդը դուրս էր եկել իր փաստաբանի հետ հարցեր լուծելու, Զեֆան օգնում էր տիկին Կոնսեպսիոնին դանդաղ քայլել հիվանդանոցի միջանցքով, որպես ֆիզիոթերապիայի մաս։ Գիտեք, Զեֆա, նկատեց տարեց կինը, երբեք չէի մտածի, որ նորից կքայլեմ այսպես, առանց օգնության։ Դուք ավելի ուժեղ եք, քան պատկերացնում եք, տիկին Կոնսեպսիոն։ Ձեր շնորհիվ։ Տարեց կինը կանգ առավ, հենվելով միջանցքի բազրիքին։ Երբ մտածում եմ, թե ինչ կլիներ, եթե դուք չհայտնվեիք իմ կյանքում։ Նրա ձայնը հուզմունքից խեղդվեց։ Աստված է ինձ ձեր ճանապարհը դրել, պարզապես պատասխանեց Զեֆան։ Վերադառնալով սենյակ, նրանք գտան Մաթեոսին, Զեֆայի եղբորը, ով սպասում էր։ Նա եկել էր մի քանի հագուստ մթերք բերելու, անհանգստանալով քրոջ համար, ով գրեթե տեղափոխվել էր հիվանդանոց։ Տիկին Կոնսեպսիոն, սա իմ եղբայրն է, Մաթեոսը, ներկայացրեց Զեֆան։ Ապագա բուժքույրը, բացականչեց տարեց կինը ժպիտով։ Զեֆան շատ է խոսում ձեր մասին։ Ուրախ եմ վերջապես ծանոթանալ ձեզ հետ, տիկին, քաղաքավարի պատասխանեց Մաթեոսը։ Իմ քույրը տարված է ձեր ապաքինումն ապահովելով։ Մինչ նրանք խոսում էին, Ռիչարդը վերադարձավ, նրան ուղեկցում էր կոստյումով մի տղամարդ, ում Զեֆան ճանաչեց որպես փաստաբանին։ Լավ նորություններ, հայտարարեց Ռիչարդը։ Մենք կարողացել ենք ժամանակավոր արգելք դնել բոլոր ռթախ փոխանցումների վրա։ Շենգավիթի տունը մնում է ընտանիքին։ Շնորհակալություն Աստծուն, հոգոց հանեց տիկին Կոնսեպսիոնը։ Այդ տանը իմ ամենաթանկ հիշողություններն են ձեր հոր հետ։ Փաստաբանը, դոկտոր Անտոնիո Սերան, հարգանքով ողջունեց Զեֆային։
Տիկին Հովսեփը, ձեր ցուցմունքը առանցքային կլինի գործի համար։ Ձեր հավաքած ապացույցները տպավորիչ են առանց իրավաբանական կրթության մեկի համար։ Ես պարզապես արեցի այն, ինչ ցանկացած պարկեշտ մարդ կաներ, պատասխանեց նա, անհարմար զգալով գովասանքից։ Ոչ բոլորը կունենային ձեր խիզախությունը, նկատեց Ռիչարդը, այնպիսի հայացքով, որը ստիպեց Զեֆային շեղել հայացքը, հանկարծ գիտակցելով մի հուզմունք, որը նա չպետք է անվաներ։ Երբ փաստաբանը հեռացավ, Ռիչարդը խնդրեց Զեֆայի հետ առանձին խոսել։ Հիվանդանոցի միջանցքում, հետաքրքրասեր հայացքներից հեռու, նա նյարդային էր թվում, գրեթե ամաչկոտ։ Տիկին Հովսեփա, խնդրում եմ, պարզապես Զեֆա կանչեք ինձ։ Բոլորն ինձ այդպես են կանչում։ Զեֆա, նա ուղղեց թույլ ժպիտով։ Ես ուզում էի պաշտոնապես շնորհակալություն հայտնել ձեզ այն ամենի համար, ինչ արել եք իմ մոր համար։ Եթե չլինեիք դուք։ Նա կուլ տվեց, չկարողանալով ավարտել նախադասությունը։ Պարտադիր չէ շնորհակալություն հայտնել։ Ես արեցի այն, ինչ սիրտս ասաց։ Այնուամենայնիվ, ես ուզում եմ ձեզ ինչ-որ կերպ փոխհատուցել։ Ես գիտեմ, որ մեր պատճառով դուք կորցրել եք ձեր աշխատանքը։ Զեֆան գլխով արեց։ Մի անհանգստացեք դրա համար։ Ես այլ աշխատանք կգտնեմ, երբ ամեն ինչ լուծվի։ Իրականում, Ռիչարդը վարանեց, ես մտածում էի, երբ իմ մայրը դուրս գրվի, մեզ մեկն անհրաժեշտ կլինի, որպեսզի շարունակի խնամել նրան օրվա ընթացքում, մինչ ես կաշխատեմ։ Ես կցանկանայի ձեզ պաշտոնապես առաջարկել աշխատանքը։ Աշխատանքային գրքույկով, իրավունքներով, ամեն ինչ օրենքի համաձայն։ Առաջարկը Զեֆային զարմացրեց։ Ես պետք է մտածեմ։ Ես նա եղբայր ունեմ խնամելու։ Լիովին հասկանում եմ։ Հիմա որոշելու կարիք չկա։ Ռիչարդը գրեթե հիասթափված էր թվում վարանելուց։ Պարզապես ուզում եմ, որ իմանաք, որ դռները բաց են։ Այդ գիշեր, մենակ հիվանդանոցի փոքրիկ մատուռում, Զեֆան մտածում էր վերջին շաբաթների իրադարձությունների մասին։ Նրա կյանքն ամբողջությամբ փոխվել էր այն պահից, երբ նա պատասխանել էր գործակալության հեռախոսազանգին։ Այն, ինչ սկսվել էր որպես ժամանակավոր աշխատանքի հնարավորություն, վերածվել էր մի առաքելության, որը շոշափել էր նրա ամենախորը արժեքները։ Եվ հիմա կար Ռիչարդը, պարզ, ազնիվ մարդ, այնքան տարբեր այն պատկերից, որը Լուսինեն փորձել էր ստեղծել։ Մի մարդ, ով, չնայած դավաճանության ցավին, մնում էր արժանապատիվ, մտահոգված ճիշտ բանն անելով։ Աստված ցույց տուր ինձ ճանապարհը, շշնջաց Զեֆան, գիտակցելով, որ այն ընտրությունները, որոնք նա հիմա կկատարի, կորոշեն ոչ միայն իր ապագան, այլ տիկին Կոնսեպսիոնի, հնարավոր է Ռիչարդի ապագան։ Այն, ինչ նա դեռ չգիտեր, այն էր, որ բացի արդեն հաղթահարված մարտերից, առջում կլինեին էլ ավելի դժվարիններ, որ այդ ճգնաժամային օրերին ձավորված կապը կփորձարկվեր այնպիսի ձեռով, որոնք նրանցից ոչ ոք չէր կարող կանխատեսել։ 3 ամիս էր անցել տիկին Կոնսեպսիոնի հոսպիտալացումից։ Աշունն ավարտվում էր Երանում, իր հետ բերելով այն մանր անձրները, որոնք թարմացնում էին մայրաքաղաքի տաք կեսօրները։ Շենգավիթ թաղամասի փոքրիկ երկհարկանի տանը, նոր վերանորոգված թեքահարթակներով ու բազրիկներով հարմարեցված, տիկին Կոնսեպսիոնը պատշգամբի պատուհանից դիտում էր անձրը, շրթունքներին խաղաղ ժպիտով։ Այն տունը, որտեղ նա ապրել էր իր մահացած ամուսնու, Ավգուստի հետ, վերադարձել էր իր ձեռքը, շնորհիվ Ռիչարդի ջանքերի Զեֆայի քաջարի ցուցմունքի։ Պատերը, որոնք նախկինում ժամանակից գունաթափվել էին, այժմ ցուցադրում էին վառ գույներ։ Այգին, որը տարիներ շարունակ լքված էր եղել, նորից ծաղկում էր վարդերով շուշաններով։ Կարծես հենց տունն էր տոնում իր իսկական տիրուհու վերադարձը։ Տիկին Կոնսեպսիոն, ձեր թեյի ժամն է, հայտարարեց Զեֆան, բերելով սկուտեղ, կիտրոնաչորի թեյով տնական թխվածքաբլիթներով։ Ախ, Զեֆա, չգիտեմ, թե ինչ կլիներ ինձ հետ առանց ձեզ, պատասխանեց տարեց կինը, գոհունակությամբ ընդունելով բաժակը։ Նրա ձեռքերը, որոնք նախկինում դողդոջուն էին փխրուն, այժմ ամուր բռնում էին ճենապակին։ Ռիչարդը զանգել է։ Այո, տիկին։ Ասաց, որ կանցնի այստեղ կեսօրվա հերթափոխից հետո։ Ուզում է ձեզ տանել Կասկադ, մայրամուտը դիտելու։ Տիկին Կոնսեպսիոնը ժպտաց, հուզված։ Իմ որդին վերականգնել է կյանքի ուրախությունը։ Եվ ես նույնպես։ Զեֆան նստեց կողքի աթոռին, իրեն հանգստի պահ թույլ տալով։ Նա ընդունել էր Ռիչարդի առաջարկը, պաշտոնապես աշխատելու որպես տիկին Կոնսեպսիոնի խնամակալ, արդար աշխատավարձով կանոնավոր հանգստի օրերով։ Առօրյան հաստատված էր։
Նա խնամում էր տարեց կնոջը ցերեկը, մինչ Ռիչարդն աշխատում էր իր հերթափոխերում, որպես ավտոբուսի վարորդ։ Երեկոյան նա վերադառնում էր Էրեբունիի իր տուն, որտեղ Մաթեոսը, այժմ բուժքույրական կրթություն ստացած, սկսում էր իր կարիերան թաղամասի առողջապահական կենտրոնում։ Դուք նույնպես ամեն օր ավելի երջանիկ եք թվում, նկատեց Զեֆան։ Ինչպես չլինեի։ Ես վերականգնեցի իմ տունը, իմ առողջությունը, ամենակարևորը, իմ որդուն։ Տարեց կինը բաժակը դրեց կողքի սեղանին։ Եվ ես ձեզ ձեռք բերեցի, ով այն դուստրն է, որը ես երբեք չունեցա։ Լուսինեի նրա հանցակիցների դեմ դատական գործընթացը դանդաղ էր ընթանում։ Դոկտոր Մաուրիսիոն ժամանակավորապես կորցրել էր իր բժշկական լիցենզիան, մինչ շարունակվում էին դեղորայքի խարդախ նշանակումների վերաբերյալ հետաքննությունները։ Թերեզան, բուժքույրը, համաձայնություն էր կնքել դատախազության հետ, խոստովանելով իր մասնակցությունը սխեմային, փոխարենը ստանալով կրճատված պատիժ։ Ինչ վերաբերում է Լուսինեին, արտերկիր փախչելու անհաջող փորձից հետո, նա պատասխանատվության էր կանչվում պայմանական ազատազրկման տակ, էլեկտրոնային թնոցով։ Ռիչարդը ընտրել էր անհապաղ ամուսնալուծություն, գործընթաց, որն ընթանում էր քրեական գործի հետ զուգահեռ։ Բաժանումը դառը էր, Լուսինեն սկզբում փորձում էր պահանջել Ալմեյդաների ընտանիքի ունեցվածքի մի մասը, մինչ որ նրա անօրինական գործունեության ապացույցները նրա դիրքը դարձրին անհնարին։ Զեֆայի հեռախոսը զանգահարեց, ընդհատելով հանգիստ պահը։ Մաթեոսն էր։ Ողջույն, քույրիկ։ Ամեն ինչ լավ է այնտեղ։ Զանգեցի, որ տեղեկացնեմ, որ շուկա կանցնեմ տուն գնալուց առաջ։ Ինչ-որ բանի կարիք կա։ Կարող ես ավելի շատ անիսոն գնել տիկին Կոնսեպսիոնի թեյի համար։ Մեզ մոտ գրեթե չի մնացել, խնդրեց Զեֆան։ Եվ մի մոռացիր այն շիլան, որը դու սիրում ես նախաճա։ Շին։ Հեռախոսը դնելուց հետո Զեֆան նկատեց, որ տիկին Կոնսեպսիոնը նրան դիտում էր մտածկոտ հայացքով։ Ձեր եղբայրը լավ տղա է։ Միշտ մտահոգված է ձեզանով։ Այո, մենք միշտ խնամել ենք միմյանց։ Մանկուց ի վեր։ Տիկին Կոնսեպսիոնը հարմարվեց աթոռին, կարծես պատրաստվում էր զգայուն թեմա քննարկել։ Զեֆա, մի բան կա, որ պետք է հարցնեմ ձեզ։ Դա Ռիչարդի մասին է։ Զեֆայի սիրտը անկամորեն արագացավ։ Ինչ է նրան, տիկին Կոնսեպսիոն։ Ես նկատել եմ, թե ինչպես եք իրար նայում։ Ինչպես եք անհարմար զգում, երբ միասին եք, բայց միշտ պատճառներ եք գտնում նույն միջավայրում լինելու համար։ Տարեց կինը խոսում էր նրա իմաստությամբ, ով բավականաչափ ապրել էր նշանները ճանաչելու համար։ Դուք սիրում եք իմ որդուն, չէ՞։ Զեֆան զգաց, թե ինչպես է դեմքը այրվում։ Տիկին Կոնսեպսիոն, ես։ Պարոն Ռիչարդը իմ տնօրենն է, դա տեղին չի լինի։ Հիմարություն, ընդհատեց տարեց կինը ձեռքի թափով։ Ռիչարդը ձեր տնօրենը չէ, ես եմ։ Եվ ասում եմ, որ ոչինչ ինձ ավելի երջանիկ չէր դարձնի, քան ձեզ երկուսիդ միասին տեսնելը։ Բայց մարդիկ կխոսեն։ Կասեն, որ ես օգտվել եմ իրավիճակից, որ։ Թող խոսեն, հաստատակամորեն պատասխանեց տիկին Կոնսեպսիոնը։ Ես գիտեմ ձեր բնավորությունը, Զեֆա։ Ես գիտեմ, որ ձեր զգացմունքներն իսկական են, ոչ թե պատեհապաշտական։ Դարպասի բացվելու ձայնը ընդհատեց խոսակցությունը։ Ռիչարդը եկել էր ավելի շուտ, քան սպասվում էր, հագած վարորդի համազգեստը կրելով դաշտային ծաղիկների փունջ։ Բարի կեսօր, իմ սիրելիներ, ողջունեց նա, փունջը մորը տալով։ Ես կարողացա հերթափոխը փոխել գործընկերոջ հետ։ Մտածեցի, որ մենք կարող ենք օգտվել մնացած կեսօրից միասին։ Տիկին Կոնսեպսիոնը ընդունեց ծաղիկները խորամանկ ժպիտով։ Ինչ քնքշություն, որդիս։ Բայց գիտեք, ես մի փոքր հոգնած եմ զգում։ Կարծում եմ, մի փոքր կհանգստանամ ճաշից առաջ։ Նա զգուշորեն աչքով արեց Զեֆային։ Ինչու՞։ Դուք Զեֆան մի փոքր չեք շրջում։ Եղանակը պարզվում է, լավ կլիներ օգտվել։ Ռիչարդն ու Զեֆան շփոթված հայացքներ փոխանակեցին, գիտակցելով տարեց կնոջ թափանցիկ մանրը։ Դուք վստահ եք։ Չեք ուզում, որ ես մնամ այստեղ, հարցրեց Զեֆան, բաժանված պարտականության ցանկության մեջ։ Միանշանակ վստահ եմ։ Գնացեք, գնացեք։ Ես կատարելապես լավ կլինեմ 1 կամ 2 ժամ։ Տիկին Կոնսեպսիոնը ժեստ արեց, նրանց հեռացնելով։ Միայն թե մի մոռացեք ճաշի մասին։ Ես ուզում եմ այն ծովախեցգետնի ձկան խորովածը, որը դուք խոստացել եք, Ռիչարդ։
Երբ նրանք դուրս եկան, քայլելով կողք կողքի Շենգավիթի ծառապատ փողոցներով, նրանց միջ հարմարավետ լռություն տիրեց։ Երկինքը սկսում էր պարզվել, որոշ աստղեր արդեն հայտնվում էին հորիզոնում։ «Ձեր մայրը բնավ նուրբ չէ», վերջապես նկատեց Զեֆան, ամաչկոտ ժպիտով։ Ռիչարդը ծիծաղեց։ «Երբեք չի եղել։ Երբ որոշում էր, որ ինչ-որ բան լավ է ինձ համար, առարկելու միջոց չկար»։ Նա կողքից նայեց նրան։ Բայց այս անգամ, կարծում եմ, նա կարող է ճիշտ լինել։ Նրանք հասան մի փոքրիկ հրապարակի, դիտահարթակով, որտեղից հեռվից մասնակի տեսարան էր բացվում դեպի Սանա լիճը։ Ռիչարդը ցույց տվեց մի նստարան, նուշենու տակ։ «Կարող ենք մի փոքր նստել»։ Զեֆան գլխով արեց, զգալով, թե ինչպես է սիրտը բաբախում կրծքավանդակում։ Նրանք նստեցին, միմյանցից հարգալից հեռավորություն պահպանելով։ «Զեֆա, պետք է մի բան ասեմ, որը շաբաթներ շարունակ պահել եմ իմ մեջ», սկսեց Ռիչարդը, նայելով իր ձեռքերին։ «Բայց վախենում եմ, որ դա անպատշաճ կթվա, հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունեցել»։ «Կարող եք խոսել, Ռիչարդ»։ Սա առաջին անգամ էր, որ նա նրան անունով էր կանչում, առանց պարոն Ի, որը միշտ պահել էր որպես պրոֆեսիոնալ արգելք։ Այն օրվանից, երբ դուք մտաք մեր կյանք, ամեն ինչ փոխվեց։ Ոչ միայն այն պատճառով, որ դուք փրկեցիք իմ մորը, ինչը արդեն իսկ բավարար պատճառ կլիներ հավերժական երախտագիտության համար։ Նա վերջապես բարձրացրեց հայացքը, հանդիպելու նրա հայացքին։ Բայց որովհետև դուք լույս բերեցիք մեր տուն նորից։ Ձեր քաջությունը, ձեր ամբողջականությունը, ձեր անկեղծ բարությունը այսօրվա օրերում ավելի ու ավելի հազվադեպ որակներ են։ Զեֆան զգաց, թե ինչպես է կոկորդը սեղմվում հուզմունքից։ Ես պարզապես արեցի այն, ինչ ճիշտ էի համարում։ Հենց այդպես։ Եվ դա է ձեզ առանձնահատուկ դարձնում։ Ռիչարդը խորը շունչ քաշեց, խիզախություն հավաքելով։ Ես գիտեմ, որ ես պարզապես ավտոբուսի վարորդ եմ, որ ես բարդ ամուսնալուծություն ունեմ, որ չափազանց ծանր էմոցիոնալ բեռ եմ կրում։ Ես իրավունք չունեմ։ Կանգ առ, քնքշորեն ընդհատեց Զեֆան, իր ձեռքը դնելով նրա ձեռքին։ Մի նվազեցրեք, թե ով եք դուք։ Ազնիվ, աշխատասեր մարդ, ով ամբողջ սիրով նվիրված է իր մորը։ Սա ավելին արժե, քան ցանկացած կարգավիճակ կամ փող։ Ռիչարդի աչքերը փայլեցին նորացված հույսով։ Ուրեմն դուք չէիք առարկի, եթե ես չէի առարկի, ավարտեց նա, ժպիտով։ Երբ շրթունքները հանդիպեցին, սկզբում ամաչկոտ, հետո աճող վստահությամբ, Զեֆան զգաց, կարծես իր կյանքի բոլոր կտորները վերջապես տեղն էին ընկել։ Դա հեքիաթային երջանիկ ավարտ չէր։ Դա մի իրական բանի սկիզբ էր, կառուցված հարգանքի, փոխադարձ հիացմունքի ընդհանուր արժեքների հիմքերի վրա։ Վերադառնալով տուն, նրանք տիկին Կոնսեպսիոնին գտան խոհանոցում, փորձելով խոստացված ձկան խորովածը պատրաստել։ Ես ասացի, որ կհանգստանամ, ոչ թե որ անգործ կմնամ, պաշտպանվեց նա, տեսնելով Զեֆայի անհանգիստ արտահայտությունը։ Ապա, նկատելով երկուսի միահյուսված ձեռքերը լուսավոր դեմքերը, նա պայծառ ժպտաց։ Ախ, տեսնում եմ, որ զբոսանքը արդյունավետ է եղել։ Ռիչարդը քնքշորեն գրկեց մորը։ Արդյունավետը քիչ է, մայրիկ։ Փոխակերպողն ավելի տեղին կլիներ։ Այդ գիշեր, մինչ նրանք միասին ճաշում էին պատշգամբում, կատարյալ ձկան խորովածի բույրը օդում կախված աստղերը փայլուն քաղաքի վրա, Զեֆան այնպիսի երջանկություն զգաց, որը երբեք չէր պատկերացնի իր նման մեկի համար։ Մի երջանկություն, որը ծնվել էր ոչ թե պատահականությունից, այլ քաջարի ընտրություններից, որոնք կատարվել էին, երբ ամենահեշտը կլիներ հայացքը շեղել։ 6 ամիս անց, մի արոտ շաբաթ կեսօր, Շենգավիթի տան բակը զարդարված էր դաշտային ծաղիկներով, գունավոր ժապավեններով։ Կիսաշրջանած դասավորված աթոռներում տեղավորվել էր հյուրերի փոքր խումբ, Մաթեոսը հիվանդանոցի մի քանի գործընկերներ, հին հարաններ, ովքեր տոնում էին տիկին Կոնսեպսիոնի վերադարձը, Ռիչարդի ընկերները ավտոբուսային ընկերությունից։ Տրոպիկական ծաղիկների կամարի տակ, խաղաղության դատավորը սպասում էր բարյացակամ ժպիտով։ Ռիչարդը հագած պարզ, բայց էլեգանտ կոստյում, միաժամանակ նյարդային երջանիկ էր թվում։ Երբ Զեֆան հայտնվեց հետնամուտքի մոտ, իր եղբոր Մաթեոսի ուղեկցությամբ, հյուրերի միջով համընդհանուր հոգոց անցավ։ Նրա սպիտակ, պարզ ու նուրբ զգեստը ընդգծում էր նրա բնական գեղեցկությունը։ Մազերին, տիկին Կոնսեպսիոնի կողմից պատրաստված ծաղիկների պսակ։ Արարողությունը կարճ էր ու հուզիչ։ Անկեղծ երդումներ, փոխանակված ուրախության արցունքների միջ։ Ջերմ ծափահարություններ, երբ դատավորը նրանց ամուսին ու կին հայտարարեց։
Հետող փոքրիկ խնջույքի ժամանակ տիկին Կոնսեպսիոնը, շողշողուն իր երկնագույն զգեստով, բարձրացրեց մարակույայի հյութի բաժակը, կենաց խմելու համար։ Իմ նոր դստերս, ով մեր կյանք մտավ որպես պահապան հրեշտակ։ Եվ իմ որդուն, ով վերջապես գտավ իրեն հավասար մեկին, ոչ թե սոցիալական կարգավիճակով, այլ հոգու մեծությամբ։ Զեֆան, հուզված, քնքշորեն գրկեց Զոքանչին։ Շնորհակալ եմ, որ ինձ ընդունեցիք ձեր ընտանիք, տիկին Կոնսեպսիոն։ Դուք արդեն դրա մասն էիք առաջին օրվանից, իմ դուստր։ Մեզ պարզապես պետք էր պաշտոնականացնել։ Խնջույքի ընթացքում Ռիչարդը Զեֆային քաշեց այգու ավելի հանգիստ անկյուն։ Երջանիկ ես։ Ավելի, քան երբեք կարծում էի հնարավոր, պատասխանեց նա, հենվելով ամուսնու կրծքին։ Ես քեզ համար անակնկալ ունեմ, հայտարարեց նա, նրան ծրար տալով։ Ներսում Զեֆան գտավ Երանի քաղաքապետարանի պաշտոնական փաստաթղթեր, հաստատելով տիկին Դալվայի խնամքի կենտրոնի ստեղծումը, մի տարածք, նվիրված կարիքավոր տարեցների խնամքին, շեշտը դնելով սննդարար սննդի, պատշաճ բժշկական ուշադրության, ամենակարևորը, արժանապատվության վրա։ Ինչպես Զեֆան հազիվ էր կարողանում խոսել, անհավատալիորեն նայելով փաստաթղթերին։ Իմ մայրը նվիրեց մի հողատարածք, որը նա ուներ Շենգավիթում։ Մաթեոսն առաջարկեց կամավոր բժշկական թիմը համակարգել։ Իմ աշխատանքային գործընկերներից ոմանք կօգնեն տրանսպորտի հետ։ Ռիչարդը ժպտաց, հպարտորեն։ Միայն մեկն էր պակասում, կենտրոնը ղեկավարելու համար։ Մեկը, ով փորձ ուներ մարդկանց սիրով հարգանքով խնամելու։ Ես։ Զեֆան զգում էր, թե ինչպես են արցունքները ազատորեն հոսում։ Բայց ես դրա համար կրթություն չունեմ։ Դուք ունեք ամենակարևորը, սիրտը։ Մնացածը կսովորենք միասին։ Նա քնքշորեն բռնեց նրա ձեռքերը։ Ձեր մոր հիշատակին, ով ձեզ սովորեցրել է խնամել ուրիշներին։ Եվ բոլոր այն տարեցների հիշատակին, ովքեր կարիք ունեն մեկի, ով նրանց կտեսնի որպես մարդկանց, ոչ թե բեռների։ Այդ գիշեր, պառկած ամուսնու կողքին իրենց նոր տանը, տիկին Կոնսեպսիոնի տան մոտ գտնվող փոքրիկ բնակարանում, Զեֆան մտածում էր այն արտասովոր ճանապարհորդության մասին, որը կյանքը նրան պարգևել էր։ Ծանրաբեռնված օրավարձով աշխատողից մինչ խնամքի կենտրոնի տնօրեն, մենակ կնոջից մինչ սիրելի կին, սոցիալապես անտեսանելի անձից մինչ մեկը, ով կոնկրետ փոփոխություն էր մտցնում ուրիշների կյանքում։ Դա ճակատագիրը կամ բախտը չէր, որ փոխել էր նրա գոյությունը։ Դա ընտրություն էր, անարդարության առաջ լուրջ չմնալու ընտրությունը, անծանոթի բարեկեցությունը սեփական անվտանգությունից վեր դասելու ընտրությունը, ճիշտ բանն անելու ընտրությունը, նույնիսկ երբ սխալը ավելի հեշտ անվտանգ էր թվում։ 3 տարի անց տիկին Դալվայի խնամքի կենտրոնը դարձավ հղում երանում։ Օրական 50 տարեցների սպասարկելու կարողությամբ այն առաջարկում էր սնունդ, բժշկական խնամք, ժամանցային գործունեություն, ամենակարևորը, հարգանքի արժանապատվության միջավայր։ Զեֆան, այժմ ծերաբանության տեխնիկական կրթություն ստացած, համակարգում էր մասնագետների կամավորների նվիրված թիմը, ներառյալ Մաթեոսը, ով իր ժամանակը բաժանում էր առողջապահական կենտրոնի միջ։ Ռիչարդը շարունակում էր աշխատել որպես ավտոբուսի վարորդ, հպարտ իր մասնագիտությամբ այն տարբերությամբ, որը նա ստեղծում էր իր նման հասարակ մարդկանց կյանքում։ Հանգստի օրերին նա օգնում էր կենտրոնում, հատկապես տարեցներին քաղաքով շրջելու համար տեղափոխելու հարցում։ Տիկին Կոնսեպսիոնը, 81 տարեկանում, նորացված էներգիա ուներ։ Շաբաթը 3 անգամ նա գրագիտության դասեր էր տալիս տարեցներին կենտրոնում, վերակենդանացնելով իր ուսուցչական կոչումը։ Նրա առողջությունը, կայուն պատշաճ վերահսկվող, թույլ էր տալիս նրան ակտիվ բավարար կյանք վարել։ Մի հատուկ կեսօր տիկին Դալվայի խնամքի կենտրոնը բարգատրվեց Երանի քաղաքապետարանի սոցիալական աջակցության վարչության կողմից։ Լրագրողներն ու պաշտոնյաները լցրել էին կենտրոնական բակը, զարդարված ծաղիկներով, գունավոր փուչիկներով։ Տիկին Հովսեփա Ալմեիդա, կարող եք պատմել մեզ, թե ինչպես ծնվեց տիկին Դալվայի կենտրոնի գաղափարը, հարցրեց մի երիտասարդ լրագրողուհի, միկրոֆոնը մեկնելով։ Զեֆան շուրջը նայեց Ռիչարդին, ով նրան հպարտորեն դիտում էր։ Տիկին Կոնսեպսիոնին, ով աշխույժ զրուցում էր տարեցների մի խմբի հետ։ Մաթեոսին, ով այժմ նշանված էր մի բուժքրոջ հետ, ում նա հանդիպել էր կենտրոնում։ Նա երախտագիտության ալիք զգաց այն ամենի համար, ինչ կյանքը նրան տվել էր։ Կենտրոնը ծնվել է փրկության պատմությունից, պարզապես պատասխանեց նա։ Ես սովորեցի, որ իրական փոփոխությունը չի գալիս մեծ հերոսական ժեստերից, այլ ամենօրյա փոքր որոշումներում ճիշտ բանն անելու քաջությունից։ Արժեք տեսնել նրանց մեջ, ում հասարակությունը անտեսանելի է դարձնում։
Հասկանալ, որ յուրաքանչյուր մարդ արժանապատվության է արժանի, անկախ իր տարիքից կամ սոցիալական վիճակից։ Ռեպորտաժը հեռարձակվեց այդ գիշեր, ոգեշնչելով նմանատիպ այլ նախաձեռնություններ քաղաքում։ Ավելի կարևոր է, որ այն զրույցներ առաջացրեց այն մասին, թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր տարեցներին, անկեղծ խնամքի կարողության այն տարբերության մասին, որը մեկ անձը կարող է ստեղծել, երբ ընտրում է գործել կարեկցանքով քաջությամբ։ Զեֆայի Ռիչարդի համար, ովքեր հեռուստացույց էին դիտում, գրկախառնված իրենց պարզ ու հարմարավետ հյուրասենյակի բազմոցին, դա ճանաչման կամ փառքի մասին չէր։ Դա այն ճանապարհորդության պատվին էր, որը նրանց միավորել էր։ Ճանապարհորդություն, որը սկսվել էր մի պարզ ժեստով, ծարավին մի բաժակ ջուր առաջարկելով, որն այժմ բազմապատկվում էր հարյուրավոր շոշափված փոխակերպված կյանքերում։ Գիտեի, որ դու աշխարհը կփոխես, շնջաց Ռիչարդը, համբուրելով նրա ճակատը։ Ես աշխարհը չեմ փոխել, ուղղեց Զեֆան խաղաղ ժպիտով։ Ես պարզապես իմ մասն եմ արել դրանում։ Եվ դա, իմ սեր, ամբողջ տարբերությունն է ստեղծում։ Տիկին Կոնսեպսիոնը, նստած կողքի բազկաթոռին, դիտում էր զույգին հուզմունքի երախտագիտության արցունքներով լի աչքերով։ Իր կյանքի տարիներին նա սովորել էր, որ իսկական սերը կազմված չէր միայն մեծ գրքերից, այլ ամենօրյա ընտրություններից, մնալու, խնամելու, պաշտպանելու ընտրություններից։ Եվ տեսնելով Զեֆային Ռիչարդին, այնքան տարբեր ծագումով, բայց այնքան նման արժեքներով, նա վստահ էր, որ իրենց պատմությունը կշարունակի ոգեշնչել քաջության, կարեկցանքի փոխակերպման այլ պատմություններ շատ սերունդների համար։